Կարևոր հարց պետք է քննարկվեր Պաշտպանության հանձնաժողովում, խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին երկու դասակարգի բաժանելու՝ փողատերերի, ոչ փողատերերի, փաստորեն Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը կառավարության որոշմամբ են ուզում բերել, եւ սրա դեմ ամեն ինչ պետք է անենք, որովհետեւ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը բոլոր քաղաքացիներին հավասար է համարում հայրենիքի առաջ իրենց պարտականությունները կատարելու։ Հիմա այս նախագծով պարզվում է, որ 20 միլիոն դրամ ունեցողը մեկ ամսով է կարողանում պարտականությունը կատարել, մյուս քաղաքացիները 24 ամիս պետք է ծառայությունը իրականացնեն։ Նայեք, իրականում խիստ անարդարությունը, որ հաստատվելու է։ Իրականում սահմանադրությունն է, որ սահմանադրության հստակ կետերն են ոտնահարվելու։ Եվ այս առումով այն բոլոր հիմնավորումները, որ կան, որևէ արդարացում չկա։ Հիմնավորում թե մեկ այլ հարուստների երեխաները չեն ծառայում, ուրեմն ընդունում են, որ փողով բանակից ազատում են, բայց 7 տարի ինչ էին անում։ Սա ուղղակի խայտարակություն է։ Դարձնում են աղքատների զինված ուժեր։ Նպատակը ո՞րն է, պարոն Մանուկյան, փոփոխությունների գնալ այս ճանապարհով։ Մեկ բյուջե լցնելը, բայց մի քիչ կասկածում եմ, որ այդքան մարդ կհամաձայնվի այդ գումարները վճարելու, եւ շատ-շատերին ուղղակի ահռելի բեռերի, վարկերի տակ դնել, տներ գրավադնել, որ կարողանան գտնել է 15 միլիոն դրամը, 20 միլիոն դրամը, սա ուղղակի խարխլում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման անկյունակարային են բոլոր նորմերը, որը մինչև հիմա կա։ Ադրբեջանի պահանջներից մեկը չի, որ Հայաստանը չպետք է ունենա բանակ։ Նայեք, իրականում այս իշխանությունների այդ խուսափողական, վախվորած քաղաքականությունը ամեն ինչը դրա մասին է խոսում։ Նույն մայիսի 9-ի Կարմիր հրապարակի շքերթին հայկական զինված ուժերի ստորաբաժանման չմասնակցությունը այդ վիզը տրածի հոգեբանությունն է, որ արտահայտում է։ Սա ուղղակի անթույլատրելի նախագիծ է։ Իդեպ հիշեցնեմ, որ 19 թվականին նորից այս նախաձեռնությունը կար եւ այն ժամանակ Պաշտպանության նախարարությունը դեմ եղավ այս նախաձեռնությանը եւ այդ ժամանակ սառեցվեց։